Ռուսական գազի վերադարձը կամ Բաքվի հետ քայլը գազի վրացական շուկայում։ 2025-ի առաջին եռամսյակում Վրաստան ներմուծվող ռուսական գազի ծավալը գերազանցել է ադրբեջանականի ցուցանիշը։ Վրաստանում գազի ներմուծման ընդհանուր արժեքը կազմել է 183 միլիոն 48 հազար դոլար, որից 100 միլիոն 647 հազար դոլարը, այսինքն 55%-ը, բաժին է ընկել Ռուսաստանին, իսկ 82.401 միլիոնը 45%-ը Ադրբեջանին։ Փոխվում է մատակարարման լոգիստիկան և գեոտնտեսական ուղեգիծը։ Փորձագետի խոսքով Թբիլիսին կարծես վերանայում է էներգետիկ ու գեոքաղաքական ռազմավարական հաշվարկները։ Մենք տեսնում ենք, թե ինչպես իհեճուկս հայտնի թեզի, թե թուրքական կապիտալը մեծ դիրք է զբաղեցնում վերացական շուկայում, խոշորագույն գործարք է կնքվում Հարաբական Միացյալ Էմիրություններից ընկերության հետ 6 միլիարդ դոլարի հասնող, այսինքն մենք նկատում ենք Վրաստանի կողմից իրականացվող բավականին համակարգային դիվերսիֆիկացիոն քաղաքականություն։ Իսկ պաշտոնական Երևանը շարունակում է հայտարարել, թե պատրաստ է Ադրբեջանից գազ ներկրել։ Նախքան ռիսկերին անդրադառնալը մասնագետները վիճարկում են անգամ հավանականությունը։ Ադրբեջանական գազը իր հիմնականում պատկանում է հետմիջազգային կոնսորցիումներին, որոնք Ադրբեջանի հետ միասին ունեն երկարատև պայմանագրեր կնքած Վրաստանի, Թուրքիայի եւ հիմնականում եվրոպական երկրների հետ։ Մանավանդ 2027 թվականին Ադրբեջանը գազի արտահանումը դեպի Եվրամիություն պիտի կրկնակի ավելացի, ինքը ինչի հզորությունները գոնե այս պահին ինքը դեռ չունի։ Խաղաղության խաչմերուկին միայնակ կանգնած Հայաստանն ուզում է առևտուր անել մի պետության հետ, որի բանակցային հիմնական լեզուն սպառնալիքն է, ասում են փորձագետներն ու պնդում, եթե իշխանությունը խնդիր ունի դիվերսիֆիկացնել բնական գազի մատակարարման ծավալը, կա Հայաստան-Իրան գազամուղը, որի միայն 20%-ն է այժմ գործածվում։ Թողունակությունը Իրան Հայաստան գազամուղի կազմում է 2-3 միլիարդ, մենք տարեկան ներկրում ենք այդ գազամուղով ընդամենը 400-450 միլիոն, այսինքն եթե կա իրական դիվերսիֆիկացման նպատակ, ես ինչու խոսում հարցի քաղաքական կողմի մասին, ապա ինչու նպատակ չի դրվում էապես ակտիվանալու իրանական ուղղությամբ։ Բացի Հայաստան-Իրան գազամուղից, որը չգործածելու մեղավորը Հայաստանն է, կա ռուսական գազի հնարավորությունը, որը ըստ փորձագետի գնում ենք բավականին էժան։ Մենք գազը ստանում ենք Ռուսաստանից բավական էժան գնով, տենց գին ուղղակի չկա այս պահին աշխարհում, գոնե մեր տարածաշրջանում ու Եվրամիությունում, որտեղ այդ գները 3 անգամ ավելի բարձր են։ Հետևաբար փորձել փնտրել այլընտրանք կեղծ պատճառաբանությամբ, սա ուղղակի վտանգել է Հայաստանի ոչ միայն ազգային, այլ նաև էներգետիկ շահեր։ Գազի փականը հանձնել Ադրբեջանին նշանակում է հայտնվել էներգետիկ բլոկադայի մեջ։ Մասնագետի խոսքով այս սցենարն արդեն տեսել ենք Արցախում, չկրկնվելու որևէ երաշխիք չկա։ Մի կողմից մենք ռուսական գազամուղի մի հատվածը փորձում ենք տալ, ասել են այս ծրագրեր կան այս մամուլի Ադրբեջանին, մյուս կողմից խոսում ենք ինչ-որ ադրբեջանական գազի ներմուծումը, սա նշանակում է լիարժեք կերպով Հայաստանի ինքնիշխանության վերացման Սա չի որ վերացումը նոր ասկսել, բայց էլ ավելի խորացնել այդ կախվածությունը Ադրբեջանից։ Անվտանգային ռիսկերից զատ կա նաև լոգիստիկ խնդիրներ։ Փորձագետների մոտ հարց է առաջանում. ինչ ճանապարհով է այդ գազը հասնելու Հայաստան։ Միակ ուղին, որ այսօր կարող է տեսականորեն դիտարկվել, եթե այնուամենայնիվ խաղաղության պայմանագիր կնքվի եւ տնտեսական կապեր հաստատվեն, դա կարող է լինել մատակարարում Վրաստանի տարածքով, այսինքն կրկին երրորդ երկրի տարածքով։ Բայց սա տեսնում եմ իրավիճակ, որում Հայաստանը կարող է հայտնվել էներգետիկ բախվածության մեջ Ադրբեջանից, դրանից բխող բոլոր անվտանգային, ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային խնդիրները։ Տարածաշրջանում սկսում է ձևավորվել գեոտնտեսական նոր ճարտարապետություն, հիմնված շուկայական տրամաբանության ու աշխարհաքաղաքական ճնշումների հավասարակշռման վրա, պնդում են փորձագետները։ Իսկ Հայաստանն ապրում է զուգահեռ իրականությունում, որը կարող է դառնալ ինքնաոչնչացման սկիզբ ու եւս մեկ ալիբի թշնամու ձեռքին։ Գառի Մութաֆյան, Նոնա Գևորգյան, ABC Media։